կգտնի այնտեղ դաշնակից եւ կարող է մեծ աղմուկ անել եւ բարձրացնել, ել չեմ ասում այն հարցը, որ ամեն օր կրկնելու եմ, որ այն փոքր ձևավորված շարժումներ, ուժեր, կուսակցություններ, դրանց մասին չեմ ասում, որ դրանք ընդհանրապես մի բան լինի, բա մենք ինչի պիտի գնանք նրանց, բա մենք ինչի պիտի գնանք նրանց, բա մենք ինչի պիտի գնանք, հիմա վեհապարը եկել է, հրավիրատոմսի են սպասում, ես ու Էդգարն էլ էինք նայվ այդտեղ, մենք տեսանք, որ քաղաքական այդ ակտիվները մենք պայքար, չգիտեմ ինչ, հայ առաքելական եկել, չկար հրավիրատոմս, չկային։ Վատ են աշխատում եւ գրեթե ոչինչ չեն անում այս առումով։ Հիմա էլ ինքը Ալենը ազդարարել է, որ գնալու է մայր տաճարի վրա, կարող են, չէ՞, հիմա մի հատ խոշոր ինչ որ ակցիաներ անել, ինչ որ ընդվզման բաներ անել, ցույց տալ, որ չէ, մեր շարժումները, թեկուզ 20 հոգով կարող են գնալ Կճոյանի մոտ, անպատվեն ինչ ասեն, այս կամ այս բանի, այս խուժանեն սրբապիղծ, սա մասին չեմ խոսում, այն սրբապիղծը, որ կանգնում ասում է մեր եղբայրներ, մենք լավ հարաբերություններ ունենք բան, կարող են, չէ, ինչ որ բան անել, կսե չեն անում, ինչու։ Բարդ հարց եք տալի, ես կարամ փոխարենը ասեմ ինչու պիտի անեն եւ միգուցե դա ինչ որ բանի օգուտ տա եւ օգնի։ Մեր այս խեղճուկրակ պայքարը ինքը համակարգի դեմ է, չէ՞, ինչ որ առանձին անհատի դեմ չի, առանձին անհատի դեմ լիներ, ոնց էլ չլինի, հիմա մի հատ անհատ գտնված կլիներ, կհաղթեր այդ անհատին, կպրծնեինք այս դարդից։ Ինքը համակարգի դեմ է, որը պինդ համակարգ է։ Ամբողջ պետական ռեսուրսն է իր տակ, Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունն է, արևմուտքի բնականաբար, բայց ես ձեր հետ համաձայն եմ ինչ որ ասիք, հիմա դրան կգամ։ Հա։ Եվ հետեւաբար դրան պետք է հակադարձել համակարգով։ Համակարգը արդեն իսկ նույնիսկ բառն է հուշում, միջին տարիքի դպրոցականն էլ կհասկանա, որ մի փոքր ավելի մեծ բան է, քան անհատը, առանձին վերցրած մեկ կուսակցությունը եւ այլն։ Սա դաշտ է։ Հետեւաբար դաշտի տրամաբանությունը հետեւյալն է, ոնց որ պատկերացրեք դուք 11 հոգի եք, ֆուտբոլ եք խաղում, պարտադիր որ անձամբ դու գոլ խփես, բայց որ գոլ է մտնում, բոլորը մնացած 10 հոգին թռվռում են, չէ՞, հավասար, եթե ինքնագոլ չի հակառակ կողմից։ Բոլորն են թռվռում։ Այսա է թիմային, այսա է դաշտը, որ այդ դաշտում տեղի ունեցած առանձին վերցած մի հատ լավ բանը, լավ է բոլոր մնացած, ասենք 10-ի համար եւ վատ է այն մնացած 11-ի համար, հասկանալի է։ Եվ կա սուդիա, մեր դեպքում չկա սուդիա, որտեղ սա քաղաքականություն է։ Հիմա ասենք եթե եկեղեցու պաշտպանություն է, եթե դու գնում ես, կանգնում ես այդ պաշտպանության առաջնագծում, եկեղեցուն էլ լավ, քեզ էլ լավ։ Նույնիսկ եթե նեղ քաղաքական շահադիտական տեսանկյունից ենք նայում, քեզ էլ լավ։ Երևում է, ոնց դու ես, քո մարդիկ մի երկու հարցազրույց ավել են տալիս, ավել են երևում, բան են անում, առաջ են գնում, լեգիտիմություն են քաղաքական հավաքում, որ ասեն ստեղել ենք եղել, այս պայքարում, ինչ խնդիր կա։ Բան չի չեն անում։ Ում որ ինչին են սա մեծ փրթեն այն չկայացած կուսակցությունները բոմժի նման հենց ընդդիմադիր այդ բոմժերը որ առաջ են գալիս բա նախքինները այ բոմժեր մի հատ եկեք գործ արեք տեսնենք ինչ են կարող մենք էլ ձեր մասին խոսենք մի հատ բան արեք տեսնենք մի հատ բան էս բոմժի նման թեմա են գտե բա նախքին նախագաները բա նախքին ընդ որում դրանց 90%-ը նախքինից է գալիս էլի ոնց որ տավար լինեն ում դեմ են խոսում ինչ են խոսում իրանք դեմ թե հիշողությունները կորցրած դեբիլի պես ես ուզում եմ հիշացնել 2000 Չէ ես դրանց եմ ասում այդ փոքր չկայացած այս հրապարակեկած ինչ որ գործիչներ են եկել ես ուզում եմ ձեր ասածը հիմնավորել նախքին լավը շատ լավ է դե գայիք մի հատ ձեզ դրսևորեք մենք էլ ասենք ճիշտ էլ ասում է իրական ազգային պայքարը հենց սրանք են տանում Ես ուզում եմ հիշեցնել 20 թվականը, երբ որ 20 թվականի աղետը եղավ, կապիտուլյացիան եղավ։ Այդ ժամանակ խորհրդարանական այդ ժամանակ այսօրվա որն է, այսօրվա խորհրդարանական ընդդիմություն չէր։ Կհիշեք, այդ ժամանակվա խորհրդարանում Բարգավաճ Հայաստանն էր եւ լուսավորը ընդհանրապես հաշիվ չի։ Հիմա մի քիչ պատմությունը հետ շրջենք ու մի հատ եկեք վիճակ պատկերացնենք, ծիծաղներս կգա դրա վրա, բայց լավ է որ ծիծաղներս կգա։ Նկարագրողական է առայն, թե ինչ է քաղաքական պատասխանատվությունը եւ ով է իրական սրտացավ քաղաքական ուժը, լավ է։ Պատկերացրեք, հետ գնանք 20 թվականի նոյեմբեր, մոտենանք, չգիտեմ, հայ հեղափոխական դաշնակցությանը կամ ՀՀԿ-ին, կամ ասենք 20-ի նոյեմբերի 10-ը։ Հա Օրինակ, ոչ մի բան չկա, շարժում, մարժում, ոչ մի բան։ Մոտենում ենք դաշնակցությանը, ՀԿ-ին, երկրորդ նախագահի շուրջ խմբված, ասենք, միավորումներին, ասում ենք, ժողովուրդ, մի բան չեք անում, դե ասում են պետք է բանը
Բարգավաճն ու լուսավորը դուրս գան քաղաքականությունից, ասպարեզը բացեն, իրանք են չէ խորհրդարանական բանը, դե թող մի բան անեն։ Միած sense ապուշ իրավիճակ եք պատկերացնել։ Ոնց հիմա է, էլի, հիմա։ Չեն արել, չէ՞ որ վերցրել են, արել են, այսինքն դա արդեն իսկ հիմա ասենք Թաթոյանը ինչ որ բաներ է խոսում, պարոն Թաթոյան, ի՞նչն է ձեզ խանգարում, օրինակ այս ժամանակ հիմա ինչ որ ակցիաներ անեք, այս պիղծ սրբազանների դեմ, ի՞նչն է ձեզ խանգարում, մարդ չունեք, հետևորդ չունեք, կարող հայտարարակտես, մենակ մի հոգու կուսակցություն է, մի հատ հələ հասկանանք։ Ինչն է ձեզ խանգարում գնաք, ասենք, դիմավորեիք վեհապար, ինչն է, մի հատ ցույց տակ թե ինչ է, դե արեք։ Մի հատ ինչ որ բան, sense կոնկրետ արեք, որ հասկանանք։ Թե մի հատ հեշտ թեմա են գտե նախկիների Նիկոլն անգամ հասկացել է, որ այդ թեման պարավել եւ մաշել է։ Ասեմ իմանա։ Բայց ինքը մեկը դրա շահառունն է։ Մեկը դրա շահառունն է, բայց ինքը հասկացել է, բայց ես նոր եկած ես, չգիտեմ ինչերը։ Իբր թե շարժում են, իբր թե կուսակցություն են, չէ, հենց տեսնում են էլ բան չկա ասելու, ասում են դե լավ էդ ասենք, էլի անշարժ թեմա է, մի հատ մի բան էլ նախկինների հետ կապված ասենք, տենց անցնենք գնանք առաջ։ Երբ որ դու ուզում ես ինչ-որ մեկին քաղաքականությունից ոնց ասեմ հանել, այսինքն դա նույնիսկ խոսքի մակարդակում, ասես որ լավ կլինի, ես ինչը չլինի, ես ինչը պիտի չլինի, գրողը տանի ես ինչին, բառերը էական չեն։ Այսինքն դու ինչ որ ուժի փորձում ես դուրս դնել քաղաքական մրցապայքարից, չէ՞։ Նշանակում է, որ այդ ուժն է քո գոյաբանական ճշնամին։ Օրինակ, եթե ինձ գան ասեն, լսի, ըստ քեզ ով պետք է ընտրություններին չմասնակցի։ Այսինքն Արցախը ազատագրած, Հայաստանը շենացրած, Քոչա Ռոբերտ Քոչարյանը քո ճշնամին է, երկիրը հանձնած մարդը, այդպես է ստացվում։ Դե եթե ուզում եք անձնավորել, հիմա ես առհասարակ եմ ասում։ Չէ, տարածումը նաև մյուս նախագահիների վրա, ինչու՞ ոչ։ Նաև մյուս նախագահ, կարող հաղթանակ չեն պահել այդ մարդը։ Նայեք տարբերությունը, երբ որ ինձ ասեն ըստ քեզ ով պետք է չմասնակցի ընտրություններին, որ մենք կրենք, կասեմ ԿՊ-ն։ Լսեցիք պարոն Թաթոյան կամ այն մյուս բոմժ ընդդիմադիր այդ ուժերը, որ չգիտեն ինչ ասեն, ասում են պետք է նախկիները չմասնակցեն։ Իրանք սատկած են, ոչ մի բան չեն անում։ Շատ լավ։ ԿՊ-ն չմասնակցի, ռազդվա կրեն։ Իզուր չի, որ այդ Գարին այդքան շատ ենք սիրում։ Տեսեք ինչ լավ ասեց։ Դե ով որ չի ասում ԿՊ-ն եւ ընկնում է նրանց հետևից, ուրեմն հիմա ուզում եք ասեք հիմար են, թե ԿՊ-ի հետ գործարքի մեջ է։ Եկեք անձերը չքննարկենք, էլի երևույթները, ախր նայեք, կա sense մի հատ բան, երբ որ դու ասում ես, բերեք ստեղ, էսի լավ բան է, ինչ որ մեկը չմասնակցի, շատ լուրջ ու ծանր հայտարարություն է, այսինքն մերժում ես դու, դեհումանիզացնում ես իրան մերժում ես քաղաքական իրավունքներ ունենալու մեջ։ Էլ եմ ասում, մենք ստե կարանք նստենք, ասենք, վայ, ինչ լավ կլինի ԿՊ-ն չմասնակցի, ու դա լրիվ համապատասխանում է մեր էթոսին, թելոսին, մեր գաղափարախոսությանը, մեր ամեն ինչին։ Նորմալ է, ոչ մեկ դրա վրա չի զարմանա։ Որտեվ այսինքն դու քաղաքական տեքստ ես հնչեցնում, որ ես համարում եմ, որ հանուն ազգի, հանուն հայ ազգի, Հայաստանի չեմ հայդատի, այս ինչին պետքա զրկել քաղաքական իրավունքներից, կամ լավ կլինի ինքը իրան զրկի քաղաքական իրավունքներից։ Ես ինչ անեմ, որ ես քո ասածը տեղ հասնի այդ հիմար դուրս տվող այդ ուժերին։ Լուրջ բան է, էլի։ Մենք ասենք ԿՊ չմասնակցի։ 5 տարի շարունակ փոխանակրիվ տան Նիկոլի դեմ, իրանց չգոյությունը մեծ հաշվով 5 հոգանոց կամ 10 հոգանոց ինչ որ խմբեր։ Դե ունեմ տենց հայտարարություններ։ Դե ծիծաղելի է, ծիծաղելի։ Թշնամին է դա, թող չմասնակցեն, հենց որ չմասնակցեն մենք կհաղթենք։ Բայց մի հատ ինչ որ բան արա, տեսնենք այդ ինչ է կանում։ Հենա ԿՊ-ն որ չմասնակցի մի քայլով կհաղթես։ Չէ, եթե ԿՊ-ն չմասնակցի, արդեն հաղթացենք։ Եթե թուրքերը չլինեն, արդեն ինչ որ հաղթանակ է։ Դե բա մի հատ դա արեք, չէ, մի հատ է ձերքի հետ էլ վերջում մի հատ կասեն, բայց կասեն, տեսակ, ինչ որ մեկը սրանց խորհուրդ հա տվել այդ մեր ձևովին, դրանք է մի բան, գլուխները բան չկա։ Դրանց ինչ որ խորհուրդ են տվել, եկեք մի հատ այդ նախկինների հետ կապված չգիտեմ ինչ որ ով է սրանց խորհուրդ տալի, ով է խորհուրդ, չէ, ինչ որ sense բաներ կար, քննադատություն չկա, բայց վերապահումները շատ մեծ են, էլի, ինչ որ բաներ են իրանց ասել, կիսատ պռատ։ Ինչ թվում է բոլորին նույն մարդիկ են ասում, բայց եթե Նիկոլի Գրասենյակից են դուրս գալիս։ Ուղիղ կամ անուղակից, ես ասում եմ դուք հենց թեման հրապարակում պահեք։ Մենք այնտեղ միջև թուրքերին բերենք, մենք միջև ադրբեջանցիներին բերենք Հայաստան, դուք այս թեման պահեք։ Կարևորը դուք այդ նախկին նախագահների թեման պահեք։ Մենք հեսա որ բերենք այս 300,000, 500,000 ադրբեջանցու, արդեն դեռ թեմա էլ չի լինի։ Եկա ոչ մեկը չի լինի։ Ռազմավարական, որ ասում եք ինչ որ կենտրոններից նույն բանն են ոնց որ հուշում, այդ գալիս է ռազմավարական դատարկությունից։ Ես գիտեմ ինչից է գալի, դուք էլ ինձ լավ գիտեք։ Վերցնում են մեր փառահեղ սոցհարցման թվերը, մեր ասելով նկատի ունեմ մեր դաշտում արկա կապ չունի ով արը։ Վերցնում են սոցհարցման թվերը, ասենց ուղղակի նայում են,
ոնց որ բան է, այտենց վայ, ես ինչ հետաքրքիր բան է, ո՞յ ես կանա, առանց իրական, ասենք, տվյալների վերլուծությունն է դա կոչվում, հա, data analysis, առանց այդ խորության, ուղղակի նայում են, ոյ, ասում են, հələ նայեք, այս նախկինները ինչքան մեծ հակառեյտինգ ունեն։ Հա, հասկացանք, այդ սաղասը գիտենք։ Բայց պետք է նայել այդ նախկիններին ավեջի Նիկոլին սրան չսիրողները, որոնք կողմնորոշված չեն։ Իրանց ախ փաստարկը ինչ է, ես այն օրը նաև իմ այդ հեղինակային քաղաքագետի կաբինետում դրան անդրադարձա, դուք էլ ձեր մոտ տարածել եք, շնորհակալ եմ։ Իրանք ինչ են ասում են կան Նիկոլի չսիրողներ, համարյա մի 70%-ը հասնում, որոնց մի զգալի մասն էլ կեսի շատը չի կողմնորոշվելու մա ընտրելու։ Դրա համար մենք բան անենք, քանի որ ազգային ուժերին խփենք, որ իրանց արևին ձայները կա հիմարներ։ Սա գիտություն չի։ Սկսենք նրանից, որ եթե ասում եք Նիկոլինը չսիրողներ կան, Նիկոլին քննադատեք, ավելի ուղիղ եք, այս ականջը sense բռնում։ Այդ մեկ, երկրորդ, մենք էլ մեր հայկական մտքաչափ սոցիոլոգիական այդ հետազոտության ժամանակ այդ սա մի քանի չափորոշիչով նայել ենք եւ տեսել ենք, որ այո, Նիկոլին չսիրող, դեռևս չկողմնորոշված մարդկանց մեջ այո կա հականախկինական զգացողություն, բայց իրանց մեջ հականախկինականությունը այնքան է, ինչքան ամբողջ բնակչության մեջ։ Ինչ նշանակում է, որ իրանց համար դա ինչ-որ գաղափարախոսություն, քաղաքական ինքնություն չի, որ դու գնաս այդ բուկլետը առած հականախկինության, իրա ձենը բերես։ Դա ընդհակառակը նշանակում է մարդը համ նրանց չի սիրում, համ սրանց չի սիրում, այսինքն մարդը քաղաքական ապաթիայի մեջ է։ Դու որ նորից գնում ես այդ իր ապաթիան ավելի ես խորացնում, ըզում չգիտեմ, խի ոչ թե հականիկոլականությամբ, այլ հականախկինականությամբ։ Դու ձեն դրանով չես վերելու։ Ապաթիայի մեջ գտնվող մարդուն ցանկացած բացեք իրական քաղ տեխնոլոգիայի գիրք, իրական, ոչ թե հորինված։ Այնտեղ գրած է, որ ապացիկ լսարանին, ապացիկ էլեկտորատին ընդհակառակը կեղտի մեջ ավելի թաթախելու փոխարեն պետք է ապագայի հույս տալ, պետքա ծրագիր բերել, պետքա ցույց տալ, որ ի վիճակի եք խնդիրները լուծելու, պետքա մոտիվացնելու, դե ինքը արդեն ապաթիայի մեջ է։ Այսինքն ինչքան կարելի է այդ տեղից էլ Նիկոլը բերել է այդ բացասականության, այդ տիղմի, այդ նեգատիվի մշակույթի մեջ, այս ժողովրդին թաթախել է, ջահելները իրար են ծեծում, նկարում են, մեկը մեկին փողոցում իրար սիգնալ են տալի, մորքֆուր են անում, ինչա թե մեկը մի քիչ մեկի գիծը մի քիչ շատ բան արեց։ Ավելի ասենք այդ նեգատիվի մշակույթը թաթախել դրա մեջ, դրա շահառուն ինքն է։ Դուք չեք։ Ընդհակառակը, այս դեպքում իրոք մի քիչ գալիս ենք էլի եկեղեցական թեմաների։ Չէ, այդ իմաստով նաև մեր ձևը լավ է։ Այսինքն գոնե ինքը ցույց է տալիս, որ սա ենք անելու, սա է լինելու, այսպես է լինելու, հոսանքն է սա լինելու, չգիտեմ, հա, իրանք այդ կա, ուղղակի էս մնացած անվտանգային հարցերը, որ գիտեք, այդ շատ լավ է, երբ որ դու հանգիստ ապրում ես եւ քաղաքական նորմալ մրցապայքարի մեջ ես։ Ճիշտ են ասում, բայց հիմա որ sense կես ժամ առաջ թուրքը գալիս է եւ մենք սա ենք ասում, մի քիչ դա է անհասկանալի, հիմա դες ուզում ես հասկանաս էլի, շատ լավ է այդ ինչ որ անում եք, բայց պիտի զուգահեռ նաև այս անվտանգային հարցերը եւ օր առաջ շատ ավելի բան, պիտի սա հասկանան, որ այս հարցերը կա, դրան նաև զուգահեռ տանեն, դե չգիտեմ, հիմա ինչ որ տեսնում եմ Չէ, իրանք այդ գիծը որ պահեն, որ նախ այդ հստակ անձերի հակադրությունը։ Հիմա ինչ է խանգարում, ասենք որ խոսում են նախկին նախագահները երկու թեման էլ չեն խոսում, գոնե առնվազ Ռոբերտ Քոչյանը մանրակրկիտ չի ներկայացնում, որ տնտեսապես ոնց կարող ենք փրկել, բայց նաև զուգահեռ խոսում է, չէ, անվտանգային ինչա մեր գլխին գաս, այսինքն սենց պիտի տարվի այդ ամենը, ոչ թե նենց բանի մեջ ասել, դե լավ, դե եկեք նախկիններին մի հատ իբր մեր արևին մի բան ասենք, հետո նայում ես այդ նախկինների հետ 40 տարի աշխատել է։ Ու շոսում ես էսի։ Հիվանդ է այս մարդը։ Հիվանդ, բայց քանի որ ասենք ես կոնկրետ որդեգրել եմ քաղաքականությունը ընդդիմադիր պայքարի մեջ ոչինչ չասել ոչ մեկի, թե չասեք նստես կասես այ հիվանդ։ Ում ես ասում։ Ախր հետո ում ես դու դա ասում։ ԿՊԻ-ն է ձեռնտու որ 30 տարից թե բոմժանոց ա եղել, սաղ կեղտ ա եղել, ոչ ինչ որ ասում է Նիկոլը կրկնում են էլ իրանց օրիգինալ ենք, նստել ենք մեր արևին օրիգինալ բան ասես Թաթոյանը իր արը։ Ինչ է ասում, ինչ է ուզում, ով է խորհուրդ տվել։ Չգիտեմ, մտածում եմ չխոսեմ, բայց այնքանով որքանով պիտի չմասնակցի ԿՊ-ն, այս դրական նոտայի վրա։ Չէ, դե եթե իրանք տես բան են դուրս տալի, ասում ես դե դու մի մասնակցի, դու ով ես ընդհանրապես։
այդ ասողներին, Դե այդ այդպես է, ես էլ ասում եմ, հələ դու ով ես, ինչ ես արել, մի հատ խոսի տեսնեմ, ինչ ես արել, որ Չէ, այստեղ օրինակ տեսեք, մենք էլ ենք այդ թեմայից խոսում, բայց մենք ուրիշ բան ենք ասում։ Մենք ասում ենք, որ այո, շատ լավ կլինի, որ չմասնակցեն այն ուժերը։ Հենա գնացին մասնակցեցիք վաղար շաբաթի ընտրություններին, լավ էլ փոշիացրեցիք ձայները։ Մենք ուրիշ բան ենք ասում։ Նիկոլին ձայն տվեցիք, հետո էլ չգիտեք ինչ ասեք, մեղավոր եք ման գալիս ձեր արևին։ Էս ինչ սրբազանը նրանց օգտին էր, չգիտի ամոթա, ընդունեք որ գլխանց իմանայիչ, որ եթե տենց այո, ընդունեք որ բանը չգիտեք աշխատել կամ չեք կարողացել ժողովրդի աշխատել։ Տեսեք, երբ որ անձի անունը տալիս կամ անձանց, էս էլ եմ ասում, դա շատ ծանր քաղաքական տեքստ է, դու այդ մարդուն դեհումանիզացնում ես քաղաքական իմաստով։ Բայց այն որ մենք ենք ասում, իրոք դա հանուն հայազգի է, որ ասում ենք անցողիկ շեմը հաղթահարել չկարողացողները։ Մի մասնակցեք։ Օրինակ կարծեմ հայակվեից տեխնացու պիտի լիներ, թե առաջադրել էին, չէ՞, Ռուսան ոնց որ ունեին, հետո ինչ որ մի պահից հանեցին, որտեվ հասկացել են, որտեղ կարող է եւ ընդհանրապես ես բանով եմ ասում, բայց հայակվեն ես այն որ տեսնում եմ Ավետիք Չալաբյան։ Ես տեսնում եմ գոնե եկեղեցու պաշտպանման գործը, ոչ թե միայն խոսում են, շատ կոնկրետ եւ գործ անում Ավետիք Չալաբյան, տեսել եմ ինքս եւ միայն հայտարարություններով չեմ բավարարում եւ այնտեղ են կանգնած եւ այնտեղ են գոնե այս առումով ես տեսնում եմ այս մարդիկ գործ են անում եւ պարոն Ապետյանն ասեց որ տեխնացու ունեին խոսում էին դրա մասին եւ հանեցին հասկացա որ այդ ձայները պիտի փոշյան է այդ ձայները հետո բացի այդ պասիվ ճիշտ քայլը իրանք շատ լուրջ է Գյումրիից սկսած դիտորդական բանով են զբաղվում դիտորդներ վերապատրաստելով բանով Հիմա ես չգիտեմ իրեն քաղաքական պլաններ ունեն թե չէ, բայց բավարարություն չեն էլի որ կողքի ուժերին բան ենք ասում, որտեղ որ կա աշխատակ կեցեք, շատ լավ է, դա տեսանելի է, եթե որտեղ որ կա ռեալ այո, ոնց կարելի է դրա մասին չխոսել, ինչ որ մեկը այդ գործը պետք է անի, որպես քաղաքացիական հասարակություն, հայակվեն այդ փայլուն անում է եւ ասեցինք ու բան, ինչու Արշակ Սրբազանի ուղղությամբ Դե Արշակ